Թրիչքի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում ջահը ձեռքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խորվերքերից կործանվում եմ որոգայթից վախցել հրկել և շանկությունը իմ բախրուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ու գտնել ուղին իմ դեպի տուն Մուշո, զենքը տուր, Շեֆ ջան, թող ինձ ես ամեն ինչ կանեմ։ տուր ասի արա։ Շակալը հասցրել է փախնի։ Հələ սրանց թողեք։ Ուր է շեֆը դրա։ Չգիտեմ, Չգիտես, թե չես ուզում ասես։ չգիտեմ։ Մի ուշադիր լսի ինչ եմ ասում արա։ Զավենին կփոխանցես, որ ինքը ինձնից երկար չի կարա փախանի։ Եթե ուզում ա կաշին փրկի, ատոմի սպանողին թող բռնի ու բերի հանձնի ինձ, թե չէ ես իրան անձամբ եմ սատկացնելու։ Գնացինք տղեք։ Ցավակցում եմ Արմեն ջան։ Դու չես կարա պատկերացնես, թե ինչ ծանր է։ Մտածել որ հիմա արդեն Լևոնը մեզ հետ չի։ Դե, Արմեն։ Երբ եղավ Արմեն։ Երբ պատահեց։ Քիչ առաջ ու մի անգամից քեզ զանգեցի Սարևոնը քիզ վիրատել են ու ամեն ինչ նորմալ անց է Ռազմիկ ու հիմա ինքը կապրի քո շնորհիվ Ռազմիկ Չէ Արմեն
Լևոնիկը պիտի շարունակի ապրել ձեր շնորհիվ։ Քո, Լևոնի, Աստղիկի, կնոջը, ձեր բոլորի շնորհիվ։ Չես պատկերացնում, թե ինչքան եմ ափսոսում, որ պապան տենց էլ չիմացավ, որ Լևոնիկին վիրահատել են ու փրկել կյանքը։ Նա հիմա ամեն ինչ տեսնում Արմեն։ Ես գիտեմ, թե պապան ոնց էր տանջվում։ Եղել է, որ գիշերները չի քնել, որ իր աշխատասենյակում նստած անդադ ծխում էր ու մտածում։ Ոչ մեկ էլ չէր խոսում։ Մի անգամ նույնիսկ տեսա ոնց է Լևոնիկի մահճակալի մոտ նստած լաց լինում։ Ու դա միակ դեպքն է, որ ես տեսել եմ, թե ինքը ոնց է լաց լինում։ Լևոնը ուժեղ մարդ էր։ Նրա միակ թուլությունը ընտանիքն էր։ Նա պատրաստ էր թորնիկի համար իր կյանքը զոհաբերել։ Զոհաբերեց։ Ես սկզբից մեղադրում էի նրան Ռազմին։ Մեղադրում էի, որ ոչ մի բանով չի փորձում օգնել Լևոնիկին։ Միայն հիմա եմ հասկանում, թե ինչքան հիմար եմ եղել, որ չեմ հասկացել իմ օրը։ Պետք չի ամեն ինչի մեջ ինքդ քեզ մեղադրես։ Լևոնը արժանապատիվ կյանքով է ապրել, ու դու պիտի հպարտանաս, որ նրա որդին ես։ Աստղիկը արդեն գիտի։ Չեմ համարձակում զանգել նրան։ Եթե ուզում ես, ես կհայտնեմ նրան։ Չէ, ես պարտավոր եմ ինքս ասել մորս։ Ճիշտ ես։ Լևոնը հիմա չկա, բայց կան նրա բոլոր ընկերները, որոնք պատրաստ են քեզ օգնել ցանկացած հարցում։ Վստահ եղիր, Արմեն։ Վստահ։ Մտեք։ Կանչել եք, պարոն գեներալ։ Այո, հավեսից, ներս արեք։ Ես ցավակցում եմ քեզ Ռազմիկ Լևոնի կորստի համար։ Ես գիտեմ, որ դուք ոչ միայն գործընկերներ եք, այլև շատ մտերիմ ընկերներ։ Շնորհակալ եմ, պարոն գեներալ։ Հրաշալի մարդ էր Լևոնը։ Լավ ընկեր, լավ ոստիկան եւ կարող էր լավ օրինակ ծառայել շատերի համար երկար։ Նստիր։ Հետևիր, որ նրա ընտանիքը որևէ բանի կարիք չունենա։ Եվ ազատորեն դիմիր ինձ ամեն մի հարցով։ Ամեն մի հարցով։ Շատ բարի, պարոն գեներալ։ Հիմա, երբ որ այլևս Լևոնը չկա, Ռազմիկ, ես առաջարկում եմ, որ դու ղեկավարես ձեր բաժին։ Այո, գիտեմ, որ ես ծանր բեռ եմ դնում քո ուսերի վրա, բայց առայժմ քեզանից բացի հարմար թեկնածու չկա։ Դե ինչ։ Համաձայն ես։ Ինձ համար մեծ պատիվ է Լևոնի կիսատ թողած գործերը շարունակել։ Դե ուրեմն պայմանավորվեցինք, Ռազմիկ։ Հիմա անցնենք մեր առօրյա գործերին։ Ուրեմն ես լսել եմ, որ դուք օպերացիա եք նախապատրաստում Ադամանդե Քարի առաքիչին ձերբակալելու համար։ Ես կուզենամ դրա մասին մի քանի մանրամասներ իմանալ։ Մենք արդեն լրիվ պատրաստ ենք։ Մնում է, որ կուրիերը ժամանի Հայաստան։ Ըստ նախնական տեղեկությունների դա տեղի կունենա վաղն առավոտյան։
Դու կարծում ես, եթե մեզ հաջողվի նրան ձերբակալել, ապա նա ցուցմունք կտա Զավենի դեմ։ Ես հուսով եմ, որ դա հենց այդպես էլ կլինի։ Այդ տականքին պետք է այս անգամ ամեն գնով պատին սեղմենք եւ բացառել որևէ տարբերակ, որ թույլ կտա, որ նա նորից ազատության մեջ հայտնվի։ Մենք հենց դրան էլ ձգտում ենք, պարոն գեներալ։ Իդեպ, ով է օգնել, որ դուք դուրս գաք Մաքսանենգի վրա եւ ով է ձեզ ասել, որ նա աշխատում է Զավենի համար։ Վարլամյանը։ Պատգամավոր։ Այո։ Եվ ինչ է նա ակնկալում իր համագործակցության դիմաց։ Իմունիտետ։ Նա կամենում է, որ իր անունը չհրապարակենք, բայց նա համաձայն է գործով որպես վկա անցնել։ Նույնիսկ պատրաստ է դատարանում ցուցմունք տալ Զավենի դեմ։ Պարոն գեներալ, ես հասկանում եմ, որ դա հարցի լավագույն լուծումը չէ, բայց առանց Վարլամյանի մենք չենք կարող Զավենին բանտ նստեցնել։ Ուրեմն դու առաջարկում ես, որ մենք չարյաց փոքրագույնն ընտրենք։ Այո։ Լավ, թող լինի այնպես, ինչպես որ դու մտածել ես, Ռազմիկ։ Բայց եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, կհրավիրես նրան քեզ մոտ, կզրուցես նրա հետ եւ կհաղորդես, որ ինքը գտնվում է մեր նշանառության տակ։ Անպայման։ Ռազմիկ, դու հիմա միայն իմ առաջ ես հաշվետու լինել։ Ես գիտեմ, որ դուք մի քանի գաղտնի օպերացիաներ եք իրագործում։ Այս կուզենայի ամենակարևորների մասին լսել դրանցից։ Պարոն գեներալ, ներկա պահին բացի Զավենի գործից, մենք ակտիվորեն զբաղվում ենք նաև Միրոյի բանդան ներթափանցելու գործով։ Մեզ հաջողվել է արդեն որոշակի արդյունքների հասնել։ Իսկ ավելի կոնկրետ։ Վահրամ Հարությունյան, մեր գործակալն է։ Մեր ջանքերի շնորհիվ նա արդեն ներգրավել է Միրոյի բանդայում եւ հիմա աշխատում է վստահություն ձեռք բերել։ Լևոնն ինձ զեկուցել է այս տղայի մասին։ Ասում էր, որ նա մի քանի կարևոր օպերացիաներ է իրագործել դրսում։ Այո։ Վահրամը մինչև հիմա գրագետ է գործում, պարոն գեներալ։ Իսկ ով է նրա հետ կապ պահպանում։ Միայն ես։ Նույնիսկ մեր բաժնի մյուս աշխատակիցները չգիտեն նրա մասին։ Մենք լուրջ մտահոգություն ունենք, որ մեր բաժնում Առնետ է աշխատում, որը պարբերաբար ինֆորմացիա է տրամադրում շահագրգիռ մարդկանց։ Իսկ ինչու մինչև հիմա չեք փորձել պարզել նրա ինքնությունը, Ռազմիկ։ Փորձել եք, բայց ամեն ինչ առայժմ անօգուտ է։ Ով էլ որ նա լինի, կարողանում է բավականին հմուտ կոծկել իրեն։ Շտապ պետք է գտնեք նրա, Ռազմիկ։ Մենք չպիտի թույլ տանք, որ մեր քթի տակ Առնետներ վազվզեն։ Դրա համար լայնածավալ օպերացիայի իմիտացիա է պետք ստեղծել։ Եվ այդ ընթացքում նա ինքը կբացահայտի իրեն։ Ես արդեն մտածել եմ այդ ուղղությամբ։ Զբաղվիր այդ հարցով, Ավագյան։ Եվ եթե հստակ մշակված պլան ունենաս, արի ինձ մոտ։ Շատ լավ, պարոն գեներալ։ Ես կարող եմ գնալ։ Այո, սա էլ վերցրու մի ապահով տեղ կդրես։ Լսում եմ ձեզ, պարոն գեներալ։ Ես եմ։ Ոնց ես, Լիլիթ ջան։ Այդքան էլ լավ չեմ։ Հովիկ, մենք պետքա խոսենք։ Ինչ թեմայով։ Ես ուզում եմ բաժանվել Նորիկից։
Հովիկ, Լսում եմ քեզ։ Ինչքան հասկացա դու հիմա տանից չես խոսում։ հա, հիմա դրսում եմ ես։ Հա լավ իմացա, ես 20 րոպեից քո մոտ եմ։ Ոնց ես Տիկո ջան։ Լավ եմ ով ջան։ Ես մի շաբաթվա ընթացքում սենց երկու հատ աննորմալ պատմության մեջ եմ գար։ Ես չեմ նեղվում ով ջան, ասա դուք չնեղվեք։ Դուք ես իսկական տղու պես պայեցիր։ Հիմա գնա մի քիչ հանգստացի, հետո մանրամասն կխոսանք, Տիկ ջան։ Մերին ոնց է, Գոգոր, շատ էր վախեցել։ Շոկի մեջ էր ով ջան։ Սաղ ճանապարհին հետս մի բառ չխոսեց։ Ատենց էլ պետք է իրներ Գոգոր ջան։ Խեղճ աղջիկը երկու օրվա մեջ այնքան բան տեսա, որ սաղ կյանքում չէր տեսել։ Բայց ոնց եղավ որ այդ Վիգենը իրան խփեց։ Մի պահ բոլորիս թվաց, որ սա կկարակի մերի վրա։ Բայց զենքը շուռ տվեց, իրա դնչի տակ ու իրան խփեց։ Այդ տղան այդքան գլխացավանք է ստեղծել մեր համար։ Բայց խղճիս վրա ազդել է, մեղքս եկավ։ Գոգոր ջան, մենք կենթանի մարդիկ ենք ու չենք կարող անտարբեր անցնել ուրիշի ողբերգության կողքով։ Իսկ այդ Վիգենը ուղղակի հոգեկան պրոբլեմ ուներ։ Որ առաջ ինքն իրան խփեց ով։ Հիմա որտեղ է Մերին Գոգոր։ Իրանց տուն տարա, ասեց հետո մի քիչ հանգստանա։ Ես հիմա դուրս եմ գալիս Գոգոր, քիչ հետո Գարիկը կգա։ Միասին այսօր իրիկում հանդիպան հետ կապված բոլոր հարցերը ճշտեք, մինչև ես գամ։ Լավ ոչ։ Հրավով գնացի։ Ինչ է պատահել, Լիլիթ, ինչի չես խոսում։ Հովիկ, ես դեռ քեզ ոչինչ բան չեմ ասել, բայց դու արդեն մեղադրող հայացքով ես նայում ինձ։ Չէ դու սխալվում ես, ես քեզ չեմ մեղադրում ու չեմ էլ կարող, մինչև չիմանամ, թե ինչ ես ասում։ Արդեն ասեցի։ Ես բաժանվում եմ Նորիկից։ Դու ինձ քո ցանկությունը մի ասա, այլ պատճառը, թե ինչ ես ուզում բաժանվես Նորիկից։ Ես հիմա չեմ կարող քեզ դա բացատրել։ Դու փորձի, ես կհասկանամ։ Մինչև իմ առևանգումը ես մտածում եի, որ Նորիկը հենց այն մարդն է, ում հետ կարող եմ անցկացնել իմ կյանքը։ Ճիշտ է, գիտեի, որ իմ սիրտը նրան չի պատկանում, բայց վստահ էի, որ մեր միջև եղած փոխադարձ նվիրվածությունն ու հարգանքը միմյանց նկատմամբ երևի թե կարող են լրացնել այդ բացը։ Սխալվեցի։ Ու հիմա հասկանում եմ, որ չի կարելի մարդուն կիսած սիրել։ Դու Նորիկին մեղադրում ես նրա համար, որ պատանդ ես մնացել Բարսեղի ձեռքում։ Հա, բայլու մեղադրեմ։ Միակ մեղավորը նա է, ու միայն նա։ Իսկ նա փոխանակ ներողություն խնդրի ինձանից, հասկանա իր մեղքը, ընդունի իր սխալը, էլի ամեն ինչ բարդում է քո վրա։ Պետք չի ինձ պաշտպանելու համար դու նման զոհաբերությունների գնաս ու բաժանվես ամուսնուց հետ։ Հարցը մենակ դա չի։
Հովիկ քո հայտնվելուց հետո նորիկ լրիվ ուրիշ մարդ է դարձել։ Նա էլ առաջվա հավասարակշռված ու բարի անձնավորությունը չի, որի բերանից նույնիսկ բարձր խոսք չէ իր լսի։ Իսկ հիմա անհնար է նրա հետ նստել ու ինչ-որ հարցի շուրջ հանգիստ զրուցել։ Միգուցե պատճառը նորիկի մեջ չի, այլ քո, Լիլիթ։ Հովիկ դու էլ ես ինձ մեղադրում։ Ես դատավոր չեմ, որ մեղադրեմ կամ արդարացնեմ։ Ես ուղղակի ուզում եմ քեզ հասցնեմ այն պարզ միտքը, որ հիմա պետք չի մեղավորներ փնտրել։ Ճիշտ է, դու նորիկի անհեռատեսության պատճառով ես հայտնվել նման դրության մեջ, բայց դա նրա մեղքը չի, այլ այն մարդկանց, որոնք այդ ձևով են լուծում հարցերը։ Ուրեմն նա պետք է իմանար, թե ում հետ է գործ բռնում։ Դու այդքան զգուշացնում էիր, այդքան խորհուրդներ էիր տալիս նրան, բայց ինքը… Դու հիմա ինձ պաշտպանողի անունից մի խոսա, Լիլիթ։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ եմ ասել քո ամուսնուն ու ոնց է նա իմ խոսքերը ընկալել։ Ես դա շատ լավ հասկանում եմ ու նրան չեմ մեղադրում։ Ես փաստորեն դու հիմա նորիկի պաշտպանի դերում ես հանդես գալիս, հա։ Հա, Լիլիթ, եթե դու դա տենց ես հասկանում։ Նորիկը շատ բարի ու խելացի մարդ է։ Ու շատ նորմալ է, որ նա չգիտի, թե իրան ոնց պահի բարսեղի ու իր նման թափ թփուկների հետ։ Իսկ դու գիտես, չէ՞։ Հա, ցավոք սրտի գիտեմ, բայց ես դրանով չեմ հպարտանում։ Այդ ինձ կյանքն է ստիպել։ Ոչ թե ես իմ կամքով գլխի վայր նետվել եմ այդ կյանքի մեջ, բայց արի ինձ թողենք ու խոսանք ձեր մասին։ Հովիկ, ես հիմա շատ լավ հասկանում եմ, թե դու ինչ ես անում։ Դու արդեն զգացել ես, թե ես ուր եմ տանելու խոսակցությունը ու ամեն ինչ անում ես, որ խոսքը դրան չհասնի։ Դու ճիշտ ես, Լիլիթ։ Բայց ինչի դու չես ուզում, որ ես ու Գայանն քո կողքին լինենք։ Ախր անմտություն է, որ երկու իրար սիրող մարդիկ առանձին ապրեն։ Ես իմ կյանքը անցկացնեմ նորիկի հետ։ Ես քեզ սիրում։ Լիլիթ, դու չես պատկերացնում, թե ես մի քանի շաբաթվա ընթացքում ինչերի միջով եմ անցել։ Մի ամիս առաջ իմ տան մեջ սպանեցին իմ տղեկից մեկին։ Հետո վիրավորեցին Գարիկին, երբ ուզում էին սպանեին ինձ։ Դրանից հետո ինչ-որ խելագար կրակեցին մեքենայի վրա, ու եթե Տիկոն մարմնով չպահեր ու չստանար են փամփուշտը, որ նախատեսված էր իմ համար, իմ անհնարավոր է, որ ես ողջ չլինեի։ Հետո քեզ գողացան, մինչև քեզ ազատեցինք, նույն օրը պատանդ վերցրին Տիկոին։ Ճիշտ է, Տիկոն հիմա ազատ է, բայց էլի զոհեր եղան։ Ու սա դեռ ամենը չի, ինչ ես ասեցի։ Ու հիմա ես այնքան էլ վստահ չեմ, որ այսքանից հետո դու կուզենաս իմ հետ ապրես մեր երեխու հետ միասին։ Ու եթե դու ուզենաս էլ ես թույլ չեմ տա։ Բայց դու կարող ես չէ փոխել կյանքդ։ Մեկը կա, որ հիմա ուսահատ փորձում է ազատվի իր անցյալից, բայց նրա ամեն քայլը դեպի ետ տեղի է ունենում իր հարազատ մարդկանց զոհերի հաշվին։ Ինձ նման մակարոն պետք չի։ Ես պատրաստ եմ դժոխքում, այրվեմ, մենակ թե քո ու Գայանայի գլխից մի մաս չպակասի։ Դուք այսօր միակ հարազատ մարդիկ եք ինձ համար այս աշխարհում։
Հովիկ, ես Պետք չի ոչինչ ասել Լիլիթ։ Նորիկը լավ մարդ է։ Գոնե մարդ ճանաչելու մեջ ես երբեք չեմ սխալվում։ Դուք կարող եք միասին երջանիկ ապրել, մենակ մի դեպքում։ Եթե դու գլխիցդ հանես ու դուրս շպրտես ինձ։ Ես չեմ կարող։ Դու ստիպված ես անես Լիլիթ։ Եթե ուզում ես Գայանեի համար անվտանգ ու ապահով ապագա ստեղծես։ Ու պետք չի մտածել, որ հանուն երեխու ապագայի դու պետք է զոհաբերես քո անձնական կյանքը։ Դու Նորիկը հաշտ ու խաղաղ ապրել եք մինչև հիմա։ Ու սրանից հետո պետք է ապրեք իրար հետ։ Ու մի մեղադրի նրա համար, որ ինքը իմ նման չի։ Դա իր առավելությունն է, որ ինքը իմ նման չի։ Հա, Լիլիթ, հա, սրանք պատահական խոսքեր չեն։ Ու հրաժարվի ինձանից, որովհետև ես վաղուց հրաժարվել եմ այն գաղափարից, որ մենք պետք է իրար հետ ապրենք։ Մենք հասկացանք իրար, Լիլիթ։ Հա, հասկացանք։ Հիմա մի քիչ պատմի Գայանեի մասին, ես ուզում եմ ամեն ինչ իմանամ նրա մասին։ Մալխաս, հազար նպատակիդ, հա, էս էիր ուզում չէ, Մալխաս, էս էիր ուզում չէ, դե խոսա ինչ ես պապանձվել, քո պատճառով է, որ հիմա վարուժը այնտեղ պարկած է, հասկանում ես։ Ես մեղավոր չեմ նազով, որ վարուժը գնացեց ինքը վերցրել է ու մենակով ինչ-որ չեմ ուզում հարցեր է լուծում։ Դու բառացի չես ասել նրան, Մալխաս, բայց դու ես նրան այդ ճանապարհի վրա դրել, դու հասկանում ես, դու միշտ անընդհատ ասում էիր, որ դու թուլամորթի մեկն ես, որ դու ոչ մի բան չես կարող անել, ու նա քեզ լսեց, Մալխաս, նա քեզ լսեց, ու գնաց այդ ճանապարհով, որ քեզ ապացուցի, որ ինքն կարող է քեզ նման դաժան ու անսիրտ մարդ լինել։ Խոսա Մալխաս, ինչի չես պատասխանում, ասա, որ քո հարազատ եղբորը դու ես վիճակին հասցրել, դու պիտի նրա փոխարեն այդտեղ հիմա պարկած լինեիր, Մալխաս, դու։ Բժիշկներն ասում են, որ Վարուժը իր ամբողջ կյանքում էլ չի կարող քայլել, հասկանում ես, Մալխաս։
Ալխաս, Ոնց ես։ ոչինչ։ Մենք վաղուց չենք խոսել իրար հետ, Վարուժ։ Դու իմ հարազատ աղբերն ես, Վարուժ ջան։ Նազենին տնեցիք երեխեքը ոնց են։ Նորմալ։ Արի Հայաստանի մոտ ես կարոտել եմ քեզ, Վարուժ ջան։ Ես գիտեմ, որ Նազենին ասել է, որպես աղբեր ես դեր համար գոյություն չունեմ։ Բայց արի փորձենք նորից ինչ-որ բան սկսել։ Ես ուզում եմ իմանաս, որ ես քեզ չեմ մեղադրում իմ հետ կատարվածի համար։ Չէ, Վարուժ, այդ մենակ իմ մեղն է, ես քեզ պետք է պահեի ու չթողեի, որ Դու այդ ժամանակ իմ կողքին չէիր, որ չթողեիր։ Վարուժ, արի իմ մոտ, գոնե ժամանակա, որ հետո կգնաս։ Այդ գաղափարը մեր քրոջը դուր չի գա, Ալխաս։ Ես գիտեմ, փորձի իրան համոզել։ Ես կխոսամ իր հետ։ Լավ աղբեր ջան, լավ, ես կսպասեմ քո զանգին։ Տնեցիներն է կբարևես, Վարուժ ջան։